Պարոն Գասպարյան, դուք ՊՊԾ ղեկավարն եք եւ առաջի պատարագին, երբ որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր, ձեր աշխատակիցներից մեկը ընդհանրապես քաղաքացին իր կարծիքն էր հայտնում, բերանը փակեց եւ դուրս հրավիրեց։ Ինչու եք ազատ խոսքը այսպես զսպում։ Քաղաքացին իր կարծիքն էր արտահայտում, ինչու այդպես վարվեցին քաղաքացու բերանը փակելով։ Այսպես ենք մենք մեր երկրում խոսքի ազատության դրսևորման հետ վարվում։ Քաղաքացին արդեն իսկ իր կարծիքը արտահայտել։ Չէ, շարունակում էր խոսել, պարոն Գասպարյան։ Այս անդադ կրկնում էր նույն բանը, որը ջղայնացնել մյուս հավաքված մարդկանց։ Իսկ անվտանգությունից ելնելով քաղաքացին դուրս բերվեց, որովհետեւ հետո կարող լիներ անկախատեսելի հետևանքներ։ Դուք հրահանգ տվել եք, որ եթե որևէ մեկը եկեղեցու ներսում որևէ արտահայտություն հնչեցնի, բերանը փակել եւ դուրս անել, անձամբ որպես ՊՊԾ ղեկավար։ Ոչ, իրավիճակները տարբեր են լինում եւ ծառայողին գնահատում իրավիճակի եւ գործունեությունը։ Կարիք չկա ծառայողի դիման հրավիրել։ Բայց այդպես քաղաքացու հետ վարվել, բերանը փակել, հիմա եթե այսօր անեն նույնն եք անելու, պարոն Գասպարյան։ Նորից ասում եմ, իրավիճակները տարբեր են, ամեն իրավիճակ իր լուծումն է, բայց տվյալ դեպքում քաղաքացին հասկանալով իր արարքը եկել էր, կարծեմ ենք իր խոսքի մեջ էլ ասել, հետևանքները հասկանալով եկել աններ իր ակցիան։ Ակցիան չէր անում, կարծիքն էր հայտնում, այսինքն մարդը իր կարծիք իրավունքը չունի, պարոն Գասպարյան հայտնում։ Դուրս հրավիրեցին, չթողեցին շարունակեք վերջում արդեն։ Մի քանի անգամ արդեն հայտնում է կարծիքը, դուրս հրավիրում են ժամանակ, որ արդեն կողքից մնացած ժողովուրդը զայրանում էր։ Ինչ կարող էր լինել, պարոն Գասպարյան, դուք ինչ միջադեպ, ինչ պետք է անեին քաղաքացուն եկեղեցու ներսում։ Անկախատեսելի է ինչ իմանալ։ Այսինքն դուք քաղաքացու անվտանգությունից ելնելով եք բերանը փակել, որ շարունակի խոսել, որ հանկարծ չսպանեն եկեղեցու ներսում։ Կարա ասեմ, կարա ես չեմ ասում սպանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։